Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ միջոցառումները տվել են իրենց դրական արդյունքները։ Բացահայտումների շարքը մեկ տեսանյութով։ Մարտի 15-ին համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ կորել է դրամապանակը, որում եղած բանկային քարտով գնումներ են կատարում։ Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ստացվեցին տեղեկություններ, որ նշված արարքը կատարել է Վերին Շենգավիթի 10-րդ փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդը։ 2025 թվականի մարտի 15-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ մի քաղաքացի նկատել է, որ իր մոտից բացակայում է դրամապանակը, որում եղել են իր վարորդական իրավունքի վկայականը, հաշվառման վկայագիրը, տրանսպորտային միջոցը եւ բանկային քարտեր։ Արդեն մոտ 30 րոպե անց վերջինիս խոսքով նկատել է, որ բանկային քարտերից մեկով արդեն շուրջ 2 օր է Շենգավիթ վարչական շրջանի տարբեր խանութներից կատարվում են տարատեսակ գնումներ։ Տղամարդը մուտք էր գործել խանութներ ու գողացված քարտով գնումներ կատարել իր համար։ Հիմնականում ծխախոտ, սնունդ եւ նմանատիպ այլ իրեր էր գնել։ Իրավապահների փոխանցմամբ տղամարդը նախկինում աչքի է ընկել իր օրինազանց վարքագծով։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Երևանի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։ Արդեն 2025 թվականի մարտի 19-ին վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել եւ գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ վերջինս ընդունել է իր արարքը, խոստովանել է եւ անձնական խոզարկության վերջինս մոտից հայտնաբերվել տուժող քաղաքացու վարորդական իրավունքի վկայականը եւ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը։ Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։